Բարի երեկո, սիրելի ժողովուրդ, ասում եմ միտեղ բալուս, միտեղ բաժգում, քանի որ ես տրամադրվել եմ այսօր խոսել կոնկրետ այսօրվա միտինգից եւ միտինգի ճակատագրից, բայց ձերի հետ էլ տեղեկություններ են գալի, որը որ ուղղակի ուզում ես հասկանաս, արժե ներկայացնել այս փուլում, չարժե ներկայացնել այս փուլում, որքանով են սրանք ակտուալ կամ ոչ ակտուալ, օրինակ մինչ հասարակությունը հավաքվի Հայաստանի Հանրապետության կառավարության մեջ կա անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան, ծածուկ, թաքնված, ոչ մեկի հետ շփվող, մութ անցյալով մի պաշտոնյա մարդ, ով ամբողջությամբ ներդրված գործակալ է օտարերկրյա, մարդ, ով բավականին վտանգավոր մուզմուզ բոզի տղա է։ Ընդամենը մի քանի բան անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի մասին։ Օրինակ ՕՏԿԲ-ի գոյությունի ՕՏԿԲ հապկ ՕՏԿԲ-ի ողջ տվյալները, հապկի ողջ տվյալները, չգիտեմ, զորքի տեղաբաշխումը, որտեղ ինչ զորք է տեղաբաշխված, քանի հազար հոգի, որտեղ ինչ ստորաբաժանում, դրանց ռազմական պոտենցիալը, հնարավորությունները եւ այլն, այս բոլոր գաղտնի փաստաթղթերը ես ուղղակի ներկայացնում եմ այդ մարդու ով լինելը։ Նիկոլ Փաշինյանի հետ միասին Արմեն Գրիգորյանը տրամադրել է ՆԱՏՕ-ի ռազմավետքի պետին Մոնց, Բելգիա, Մոնց քաղաքում։ Ասում եմ, զորքի 2023 թվականի ողջ տվյալները, 2023 թվականի վերջ, այսինքն Հայաստանի Հանրապետությունը գտնվելով մի կառույցի մեջ, այդ կառույցի սաղ եղած չեղածը եկալ է տվել է հակառակ բան կառույցին։ Դա նույնն է, ոնց որ հիմա Թուրքիան ելնելով ՆԱՏՕ-ի անդամ, եկալի սաղ ՆԱՏՕ-ի զորքի տեղաբաշխումը, սպառազինությունը, ինչ կա չկա, պազիվնո, մազիվնո, հրամանատարներով, բաներով եկալի տա բանը Պուտինին, ՕՏԿԲ-ին։ Ինչ կանեն Թուրքիայի հետ։ Գիտենք ինչ կանեն։ Հիմա այս նույնը արել են սրանք Նիկոլ Փաշինյանը եւ Արմեն Գրիգորյանը, անվտանգության խորհրդի քարտուղարը։ Հիմա ես հետաքրքրված ասում եմ, լավ, вообще ով է Արմեն Գրիգորյանը, սա այն մարդն է, ում չենք անդրադառնում, ինքը sense ծածուկ մտածա միտեղ, այն քաղցկեղի բջջի նման, այո, բան Մոնսը Բելգիայում է, Բելգիայում։ Եվ իր սև գործը աննման։ Ես հետաքրքրված բանից պարզվա, որ այս անձնավորությունը ունի նախ ինչ անցնել է կապին, ինքը արմատներով Ղարաբաղից է, 2001 թվականին ավարտել է դպրոցը, ուրիշ տվյալ չկա, կա, որ 2009 թվականին ընդունվել է ամերիկյան համալսարան, 2001-ից 2009 թվականների արանքում սովորել է Երևանի պետական համալսարանում, Մայրբուղում, սովորելու հետ մեկտեղ 2003-ից 2005 թվականներին իբր ծառայել է բանակում։ Ոչ մի կերպ չեմ հասկանում ոնց։ Ուսումը կիսատ է թողել գնացել է իբր թե բանակ հետ այգի շարունակել է, ոնց է եղել։ Ինքը ՄՈՍ-ի Ղարաբաղի նախկին պաշտպանության բանակի հրամանատարն է, 2011 թվականին ավարտել է ամերիկյան համալսարանը, 2015-ից 18 թվականին աշխատել է Transparency Palace-ի, ինչ խեղճ գլուխ է, International հակակոռուպցիոն կենտրոնում, լրիվ գործակալական հիմնարկ, գործադիր տնօրեն Սոնա Այվազյան, հիմնադիր տնօրեն Ամալա Կոստանյան։ Ունի 2 երեխա, մի երեխան վերջերս է ծնվել, ունի ֆոբիա մեքենա քշելու, մեքենա չի քշում կատեգորիկ ավտովթարից հետո եւ չի օգտագործում ալկոհոլ։ Այն որ ասում է խարակտերիստիկա։ Դրան գումարած 2017 թվականից 17-ից է ֆիքսված, եթե դրանից առաջ եղել է լրիվ ուրիշ հարց, ունի սիրային կապ լրագրող
Նանե Իսրայելյանի հետ, սիրել է իր համադասարանցուն, ամուսնացել է համադասարանցու հետ, Մանե Մինասյանի, չնայած մինչև անվտանգության խորհրդի քարտուղար դառնալը, Արտաշացի Մանե Մինասյան ասել է դու իմ դլոյի ծերը կտնաս, մենք իրարից չենք ամուսնանա, դու բոմժ ես։ Բայց ես դարել անվտանգության խորհրդի քարտուղար, Մանե Մինասյանի մոտ առաջացել է սիրո գիրք, եւ Արմեն Գրիգորյանին անվտանգության խորհրդի քարտուղար արդեն ասել է I love you, բայց մինչև այդ ասել է իդի նախսույր, քխ։ Ուրեմն մեր աբազի հիմնարկի աշխատողները, որոնք որ բնականաբար ուսումնասիրել են Արմեն Գրիգորյանին, ինձ փոխանցեցին, ասեցին պարոն Ղուկասյան, տեղեկացնենք մի հատ օպերատիվ ինֆորմացիան ձեզ։ Ուրեմն Արմեն Գրիգորյանը սիստեմատիկաբար հանդիպում է Նանե Իսրայելյանի հետ։ Հանդիպում է Ալեք Մանուկյան 8 շենք, այնտեղ ինչ-որ բան կվարցիրային վարձում, 8 շենք 7-րդ հարկ։ Ну բնակարանը դիտավորալ չենք ասում։ Հանդիպել են եւ հանդիպում են Բյուզանդի փողոցի վրա։ Հանդիպել են եւ հանդիպում են Արմեն Գրիգորյանի տանը, երբ որ կնիգը Մանե Մինասյանը տունը չի ելնան։ Սեռական արվեստի գործերից Արմեն Գրիգորյան նախընտրում է գլգլը։ Սիրում է դլու։ Լամփ։ Մանե Մինասյանի դվայրոդնի աղբորը Սոս Ավետիսյանին Արմեն Գրիգորյանը նշանակել է Իսպանիայում Հայաստանի Հանրապետության դեսպան։ Երազում է դառնալ վարչապետ։ Եվ եթե հանկարծ այս շարժումը հաջողվի, որի վրա ես արդեն կասկածում եմ, ցանկանում է դառնալ վարչապետի պաշտոնակատար։ Վատ հարաբերությունների մեջ է Ալեն Սիմոնյանի հետ, որը եւս ուզում է դառնա վարչապետ։ Հետաքրքիր նյուանսներից մեկ անվտանգության խորհրդի քարտուղարի վերաբերյալ ուրեմն հոկտեմբերի 10-ին 2018 թվականին, երբ որ ինքը արդեն ու ամենաերկար պաշտոնյանը, ով նշանակվելու պահից մինչև օրս մնացել է տաթոռի վրեն։ 02 հոկտեմբերի 2018 թվականին Ղարաբաղում Մարտունի գեղերը կախվել է Արմեն Գրիգորյանի հայրը, Վալերի Գրիգորյանը, 52 թվականի ծնված։ Թթի ծառից, տոպրակով։ Ինչն է պատճառը, որ անվտանգության խորհրդի քարտուղարի հայրը որոշեց տղեն վերջապես դարել լուրջ պաշտոնյա, ինքն էլ Մուրազի վրեն, 52 թվականի ծնված մարդը 2018 թվականին ինքնյան կախում է սեփական հողամասի թթի ծառից։ Հետարքիր է։ Մայիսից տղեն անվտանգության խորհրդի քարտուղարա, հոկտեմբերին պապան իրան կախում է։ Կախում են հարցի մյուս կողմն է։ Սենց ուսումնասիրում ենք օտարերկրյա գործակալներին, որոնք որ գտնվում են Հայաստանի Հանրապետության կառավարության բարձր պաշտոնների վրա, Նիկոլ Փաշինյանը հլամասում է, թե էսի ագենտա, են բան Վանեցյանը ագենտա, Տերտերը ագենտա, էնի ագենտա, բայց շատ ներողություն, քո ագենտների մասին ով պիտի խոսա, Նիկոլ Փաշինյան, մինչև ձեզ երկու ձենը չի լսվում։ Մյուսը ինչը շատ հետաքրքիր է, ուրեմն ուզում եմ հասկանամ, Հայաստանի Հանրապետության պեկում, ես էլ մեռավ անգնելով գետինես հեռախոսը, գտել եմ 2 հոգու, որ ասում խոսենք թուղթանակով, մինչև ես անցնենք միտինգին։ Ուրեմն գոյություն ունի Արևիկ Գևորգյան, Էլբրուս, Սարա։ Պաշտոնականած 2023 թվականի գույքի և եկամուտների հայտարարագիր պետական եկամուտների կոմիտե ՀՀՊ հարկ վճարողների սպասարկման վարձության սպասարկման թիվ 2 բաժնի պետ։ Նորից եմ կրկնում, Արևիկ Գևորգյան, Էլբրուսի, նշեցիք, օքեյ։ Արևիկ Գևորգյանը ունի տղա, Գրիշա Խաչատրյան, Արտյոմի,
Եվս պաշտոնատար անձա 2023 թվականի գույքի եւ եկամուտների հայտարարագիր պետական եկամուտների կոմիտե հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսություն վարձության փոքր հարկ վճարողների ընթացիկ հսկողության թիվ 1 բաժնի գլխավոր հարկային տեսուչ այսինքն մայր եւ որդի այս պայդրությամբ աշխատում են պեկում այսինքն պետական աշխատող են լավ է շատ լավ է բայց երբ որ բացում ես Արևիկ Գևորգյանի Facebook-յան էջը օրինակ Անդե տենում ենք Եթե դու դեռ կասկածում ես որ Փաշինյանը գիժա անպայման նայի ես լայվը Նիկոլ Ալիսվես դու սերնդեսերուն երթում եմ դու Շուշիի բանտում ես փդելու երեխեքիդ մասին էլ չասեմ լավ կնիկա մալադեց Ինչպես է Աննա Հակոբյանի տիկնապահը ծեցում հայ բլոգերին Տող նկարնա Գրիգոր Խաչատրյանը եղել է արաբկիրի իսկ որդին Այս հարկայինում աշխատող Եղել է արաբկիրում ընտրությունների ժամանակ Ռոբերտ Քոչարյանի վստահված անձը Ու հիմի մարդ կա որ կարա ասի որ այս խայտաբղետ գույներով սուտի ռաստամանը մեր տղեկից մեկն է եղել ու իրանց պես ծառայել է հարցատալի Գրիգոր Խաչատրյանը Նայում եմ այս ամենը ոչ մի քիչ չեմ կարողանում հասկանալ պետական ծառայող է Դրաս խալեշմա Նիկոլի բանկանգան Նիկոլի տող լավ անեմ բայց ուզում եմ հասկանամ այդքանից հետո ոնց է մնամ ըլելով քոչարյանական ոնց է մնում այդ համակարգում ոչ մի կերպ չեմ կարող հասկանալ Վարդան Ղուկասյանի մարդիկ բերթերում փդում են ալո ասելու համար սրանք դրած ես հեսա գցեմ Telegram այս սկրինշոթերը որ հետո մեկը չասի դες բան չկա լեկտի սուտո դոգը խափամա Եվ իքցեմ նոր շարունակենք Ուրա Միրոպ խչոն մեկ Վանուշ ներկուս Ես ուզում եմ միա ժողովուրդը նայ որովհետև ես մի տեսակ անհասկանալի բան է ոչ մի քիչ չեմ կարողանում հասկանալ իսկ ինչ է Մենք ասենց դեմոկրատական երկիր ենք դառել, մեր վրա խաբար չի, թե ինչ-որ մի տեսակ անհասկանալի է։ Բնի սախսախանի տամ, որովհետեւ եթե որևիցե մեկը գիտես սրա ձևը լուծման, խնդիրը, ես ուրախ եմ։ Так, տնենք առաջինը, ուրա, հեսա, 1, 2 3, 4, 5, 6, 7, 8 Տակնել գրեմ, խնդրեմ Որ չասեն, Վարդան Ղուկասյանը խափմա Ատենց բան նեմա Տրեցի, մտեք, ուսումնասիրեք Եթե մի բան կհասկանաք, ինձ էլ ասեք, ես էլ հասկանամ Հիմա գանք վերջապես ամենահետաքրքիր թեմային Միտինգներին Նորից պիտի հրավիրեմ Բագրատ Սրբազանին Բագրատ Սրբազան Այսօր ես եմ բաց թողել կամ իրոք չի հնչել չհնչեց impeachment արտահայտությունը այլևս Երևի մասածը տեղ հասավ Նախ շատ վատ է որ Բագրատ Սրբազանի հետ մենք շփվում ենք այսպես Ես հեսա դրա պատասխանը կտամ Ուրեմն Ինգեր Բագրատ Սրբազան Եթե մի հարց, մի խնդիր, քաղաքական խնդիր, մենք ուզում ենք թաղենք, ապա այն պիտի գա մտնի պարլամենտ։ Դուք հոգևորական եք եւ հերու եք օպերատիվ մտածելակերպ ունենալուց։ Հերու եք քաղաքական մտածելակերպ ունենալուց։ Դուք անում եք այն, ինչ կողից ձեզ հուշում են եւ թելադրում են։ Կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի ճամբարը։ Վարդան Օսկանյան, Իշխան եւ այլն։ Մենք աշկ ենք փակում դրա վրա, ես։ Մենք այդ նշանակում է ես։ Մենք աշկ ենք փակում դրա վրա, ասելով որ լավ։
Չենք նկատում, հələ տենանք վերջ ինչ ալում։ Չենք նկատում, մենք ասել ենք, որ մենք ձեր կողքն ենք եւ վերջ։ Չնայած Բագրատ Սրբազան, դուք ոչ մի կերպ չեք ուզում ցույց տալ դաժե Վարդան Ղուկասյան բառը ձեր բերանից դուրս չի գալի, կարծես դա քֆուր է։ Ես դրա վրա էլ չեմ նեղանում։ Հեսա կասեմ, համբերի։ Նախ ես հասկացա, ինչի երեք դուք իցույց դրեցիք ձեր ոտները։ Նիկոլը ձեռներ բնդով կապան, դուք ոտերն եք բնդով կապան։ Բոլորս էլ գիտենք, որ այդ քալերթը, որը տեղի է ունեցել, դրա մեծ մասը անցել է մեքենայով։ Այդքան ոտով ուշ։ Հետո ոտով քալելուց ինչի տեսնենք ինչ պիտի լինի ձեր ոտների հետ։ Կամ եթե անգամ եղել է, ինչի դա դնել իցույց։ Չէ, վիրակապ, ոտերը, բա եթե ձեր ոտերը վարյա գնաց է, հիմա այդ ոտերով է կոշիկ հագե, ո՞ց է հագե։ Եվ նոր ասում փարք տիրոջը մենք տեսանք միայն ոտերը, այլ ոչ թե փաչեքը։ Մնում էր փաչեկը ցույց տայք, որ փաչեկն էլ հարել է։ Ես չգիտեմ, այդ որ մի բոզի տղու մտահղացումն է եղել ձեր ոտերը նկարել եւ գցել համացանց։ Բա հետո սա մեկ։ Հիմա ասենք առաջ։ Դուք հայտարարեցիք impeachment։ Ուրեմն ուզում եմ բացատրեմ ժողովրդին, ես էլ չգիտեի, ինձ այսօր դրա մասին ասեցին, որ եթե սկսվում է impeachment-ի գործընթաց, պիտի ազգային ժողովից վերցվի բլանկ։ Impeachment-ի գործընթացի սկսելու բլանկ, որը դեռ չեք վերցրել։ Այդ բլանկը, երբ որ գրասենյակից վերցնում եք, ունի ժամկետ։ Չգիտեմ, 24 ժամա, 48 ժամա, 72 ժամա, չգիտեմ, ժամկետ ունի, X ժամկետ։ X ժամկետի ընթացքում բլանկ վերցնող ֆրակցիան պիտի բերի հետ ներկայացնի իր բոլոր պատգամավորների ստորագրությամբ եւ այնտեղ նշելով ով է իր տեխնացուն, վարչապետի։ Վարդան Օսկանյանը իբր թե չգիտի օրենք, այսօր ասում է Բագրատ Սրբազանը թողնի տեխնացուն։ Մեկ էլ ասում են վայ, չի լինի, Բագրատ Սրբազանը երկքաղաքացի է, չի լինի։ Իբր թե չգիտեին, որ Բագրատ Սրբազանը երկքաղաքացի է։ Եվ Բագրատ Սրբազանը չի կարող լինել վարչապետի տեխնացու։ Հիմա Բագրատ Սրբազան, դուք սկսել եք impeachment-ի գործընթաց։ Ուզում եմ հարց տամ։ Ուրա ընդդիմադիր դաշտի 37 պատգամավորի ստորագրությունը։ Ուրա։ Սերժականները այսօրին զանգում են, համոզում են, բան են անում, որ Սերժ Ազատիչը Հայաստանում չի։ Սերժ Ազատիչը լրիվ անմեղ մարդ է, Սերժ Ազատիչը ենթակա է սրբադասման։ Ես էլ ուզում եմ հարց տամ, Սերժ Ազատիչ, պատիվ ունեմի ցուցակի մեջ ով է կողե Իշխան Զաքարյանին։ Ով։ Վանեցը, թե դու։ Եվ երբ որ Իշխանին կողում եք այդ ցուցակի մեջ, դուք Իշխանը ձեր բոզի տղեն ա եղել, դուք չգիտեք, որ Իշխանը բոզի տղա է։ Ուրա պարոն Սրբազան 37 ընդդիմադիր, այսպես կոչված, պատգամավորների ստորագրությունը։ Խնդրում եմ, հանեք եւ միտինգի ժամանակ ցույց տվեք հասարակությանը, այսպես ուկաս կարալա ցույց տվեք, որ կամ պրիկաս կարալա, որ 37 ընդդիմադիր պատգամավոր ստորագրել են պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Այն impeachment-ի տեղ վերևը որտեղ կա ով է ձեր տեխնացուն, այդտեղ կարակ թողեք դադարք, այդտեղ բան մի գրեք։ Դուք պրոստը ցույց տվեք այդ 37 հոգու ստորագրությունը։ Միանշանակ հայտարարում եմ, չեք կարա։ Չեք կարա։ Եթե դուք 37 հոգու ստորագրություն չեք կարամ ցույց տաք ընդդիմադիրներից 19 հոգու ԿՊ-ից ինչ ձև եք բերելու ձեր կողմ Բագրատ Սրբազան սա մեկ ֆարս երկրորդ խելակարվար կալյան ամենասխալ բանն հիմա
առաջարկել վարչապետի տեխնացու։ Մենք ես իմ թիմը Պողոսը, Պետրոսը, Մարտիրոսը հավաքվել են հանրապետության հրապարակ եւ սատարել են ձեզ, նամանավանդ ես։ Փող եմ ղրգե, որ մարդիկյանց ավտոները բենզին լցեն գան։ Փող եմ ղրգե, որ այդ մարդիկ հաց ուտեն ձեր կողը մնալու համար։ Ակցիա միտինգ առաջինը ես կազմակերպեցի փողոց փակելու 10 անգամ ձեզ ասեցի իջեք Երևան, հարցերը Երևանում ա լուծվում։ Վերջապես իջաք։ Այս ամբողջ ընթացքում շարունակում եմ աջակցել ձեզ, ձեր շարժմանը, չնայած 1 րոպեում կարամ մորը ծծցնեմ, գցեմ մի կողմ, լրիվ հիմքերն արդեն կան, բայց ես դեռ լուր համբերում եմ։ Բայց սա ավելի վատ է, որ ես համբերում եմ, Բագրատ Սրբազան։ Ես մի անգամ ասել եմ, չէ՞, իմ ռազմական ոստիկանությունում MVD-ում ծառայած տարիների ժամանակ բոլորը գիտեին, եթե ես մարդու հետ սկսում եմ խոսել չափազանց կիրթ, այդ նշանակումը այդ մարդու հերը անիծմավ։ Այսինքն այդ կիրթը տևելու է մի ժամ, 20 րոպե, X ժամանակ, բայց դրանից հետո այդ մարդուց բան չի մնում։ Հենա բանը օպեր ունեինք, մոտիկ տղա ու գործընկեր Կարապետյան Հայկը, Աբարանցին։ Մի օր չեմ հիշում, ում կանչեցի, սկսեցի կուլտուրական խոսել, թեկվավ են բանը Ախոյան Հովանեսին, ագանջին ասում է լավը ծռվավ, հեսա տես ինչ անում։ Այսինքն իմ բնավորությունը գիտեն, եթե ես մտա շատ կիրթ, այդ նշանակումը շատ վատ ալնելու։ Ավելավեզ մի անգամ ասեմ գանդուն հլարիստ է, այդ նշանակումը ավելի լավ է այդ մարդու նկատմամբ իմ տրամադրվածությունը, քան թե ես կուլտուրական խոսամ։ Այդ նշանակումը ճիշնա պերեդ բուրի։ Հիմա ես ձեր հետ Բագրատ Սրբազան խոսում եմ շատ կիրթ։ Չափից դուրս շատ կիրթ։ Намек, понимаешь? Understand? Որ ասում եմ, արագդ ինչ կուսուցան է։ Հիմա ասում եմ, Բագրատ Սրբազան, սիրելիս, ամենասխալ բանն է, հիմա ինչ որ մեկին հանել կանգնացնել ասել, սա մեր տեխնացումը։ Այդ հրապարակի մեջ կան դոդականներ, դոգականներ, ռոբիկականներ, սերժականներ, բևեռականներ, լիքը մարդիկ, պրոստը մարդիկ, ովքեր ուզում են Նիկոլի ձերբազատվել։ Եվ եթե այսօր հիմա ին վերաբերեմ օրինակը, մեկը հանի ասի մեր վարչապետի տեխնացուն Վարդան Ղուկասյանն է, հրապարակի մեջ գտնվեն մարդիկ, որ թողան կհեռանան։ Կասեն ախպեր ջան, չէ, մենք դոկին չենք ուզում, ինքը քաֆուրա տալım։ Ուրիշ բան չեն կարող ասել։ Պրոստը կասեն քաֆուրա տալım։ Գետան։ Հանենք կայնացնենք ռոբիկից ինչ որ մեկին, ասենք մուսկուլնին, դոգի ժողովուրդը կանի ու կթողակ էթա։ Հանենք կայնացնեն Արման Թաթոյանից, էլի դոգի ժողովուրդը, մյուսի ժողովուրդը, էլի կանի կթողակ էթա, մակրիտ է դեմ կտաբաս։ Բանը կթողակ էթա։ Այսինքն տեխնացու առաջադրելը այս փուլում դա ամենամեծ սխալն է։ Մենք հավաքվել ենք մեկ նպատակի համար։ Նիկոլ Սիկտիր։ Նիկոլ Սիկտիր ընտրվում է ազգական նշանակվում է ազգային ժողովով, կառավարությունով, գրող ու սև ցավով, որևիցե մի փոխվարչապետ Նիկոլի սաստավի միջից նշանակվում է ժամանակավոր պաշտոնակատար, ոչ մի վարչապետ չի նշանակվում, կատեգորիկ, ոչ մի դրոշ ընդդիմությունից, ընդդիմություն իրանց ասած մարդկանցից որևիցե մեկն ու մեկը չի առաջադրվում վարչապետ։ Գործող իշխանության միջից նշանակվում է ԺՓ եւ գնում ենք ընտրությունների տեղում։ Եվ քվյախցիկի առաջ, քվյատուփի մոտ Հայաստանի Հանրապետության քաղաքացին գալչկեն դնում ԿՑՄ ящикն, նարջ։ Որովհետեւ հիմա եթե հանի կանգնասրիկ ինչ որ մեկին, բացի քեզնից, դες է տլեմ ասեմ, process-ը վիժում է։ Տեղում process-ը վիժում է։ Իմ մարդիկ, Քոչարյանց սիրող մարդիկ չեն ընդունելու ոչ մի տեխնացու Քոչարյանի թևից։ Չեն ընդունելու ոչ մի տեխնացու Սերժի թևից։ Ով ուզում է դա լինի։ Արման Մամաջան եւ այլն։ Ես այս 10 օրա դուք հալում ես, ես խոսում եմ, դուք հալում ես, ես խոսում եմ, ամեն կերպ
Պատերժկա եմ անը քո շարժմանը, քանի որ դա ուղղված է հանուն Հայաստանի Հանրապետության պետականության։ Սակայն դու սիրելի հոգևորական գալիս ես մտնում ես Հանրապետության հրապարակ 2018 թվականի հետո առաջի անգամ Հանրապետության հրապարակը լեփ-լեցուն 50,000 հոգի մարդ լցած, դու ասում ես հայր մեր, դու քո ոչ վոկալ տվյալներով երգում ես, ահա եղբայր քեզ մի դրոշ, ու ասում ես ժողովուրդ, հա, ամենակարևորը, հայտարարում ես, ուրա միկրոֆոն չկա ձեռս ափսոս, հայտարարում ես, մեզ միացավ Նազենի Հովանիսյանը, մեզ միացավ Անահիտ Մութաֆյանը, Բագրատ Սրբազան, Նազենի Հովանիսյանը ով է, Սովետական միության ժողովրդական արտիստուհի է, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստուհի է, Նազենի Հովանիսյանը ով է, Բագրատ, հա, դու զգում ես չէ, որ ես ինձ հազիվ եմ զսպում, ով է Նազենի Հովանիսյանը, Նազենի Հովանիսյանը Միշիկի ագարքին է, Նազենի Հովանիսյանը այնա ով Ռիտան Սամալոտը հետ տվեց, Նազենին մեջը նստած, լոչիկը սենց վռած հետ եկա, որ Ռիտան Նազենուն ծսցնի, ով է Նազենի, Սվետլանա Գրիգորյանն է, Վիոլետա Գևորգյանն է, Գրիգորյանը խառեցած գավներն արդեն, Սիլվա Կապուտիկյանն է, Գալնա Նովենցն է, ով է Նազենի Հովանիսյանը հարց եմ տալım քեզ, ով է, Встречи ապերի հետ գրուպավուխը սեքսանող ագարկա, էդ ես ուզում լսես, Բագրատ Սրբազան, Անահիտ Մութաֆյանն ով է, հարց եմ տալի քեզ, մեզ միացավ Անահիտ Մութաֆյանը, Անահիտ Մութաֆյանի հայրը մահացավ սեքսի արդյունքում Հրայր Թովմասյանի հետ, բանում, սաունայում, Անահիտ Մութաֆյանի մայրը մահացավ անտերության մեջ, շաքարային դիաբետով, առանց իան շորերն էին ծախան, որ ապրեին, մորը կցեք գնացել էր, հարևաններն էին պահան, և Անահիտ Մութաֆյանն էլ, որ ասեմ թե լուրջ դեմքա, հա, մարդ կարա լինի, Եկատերինան էլ էր, սիրեմ խառը սեքս, ում կտնում էր քաշում էր վրեն, բայց Եկատերինա, էդ ուրիշ, եթե սիմանամ սրանք ինչ-որ մի դեմք են Մադոննան է, Բրիտնի Սպիրսն է, Ջենիֆեր Լոպեսն է, հա նրանք էլ աչուձախ շինվես են, չկշտանասեն, բայց աստղ են, դեմք են, կասեմ հա, լավ, ազնական կյանքը թողենք մի կողմ, ով են, բայց Վարդան Ղուկասյանը, որը որ քեզ աջակցում է 10 օր ժողովրդին հանամա փողոց, մարդիկ ղրգեցն դե, ամեն ինչ արես փող ծախսիկ եւ այլն, դու չես ասում սիրելի ժողովուրդ, մեզ աջակցում է Վարդան Ղուկասյանը, չասես, կֆուրա, որովհետև քո տերերը, այդ բեմի հետև կայնած բոզի տղեկը, քեզ թույլ չեն տալիս, որ դու լինես օբյեկտիվ, հասկանում ես, բայց եթե դու հոգևորական ես, դու մաքուր այդ սպիտակն էլ հակել ես, եղբայր, ինչի չես տալի են քաղաքական դեմքերի անուններ, հիմա ես էլ մտել եմ եթեր, 6000-ից ավել մարդ անայեմ, Անահիտ Մութաֆյանն էլ թող մտնի եթեր, տենանք 60 հոգի մարդ կնայի, հա, հիմա Վարդան Ղուկասյանն բարձր ռեյտինգ ունի, թե Անահիտ Մութաֆյանը, Բագրատ Սրբազան, եթե շարժումը մաքուր է, եթե շարժումը իդեալական է, եթե դու իրոք ուզում ես Նիկոլի հրաժարականը, եկել ես 50,000 հոգի մարդ, դեմդ կայնացա ռադիկալ տրամադրված, Վարդան Ղուկասյանը որտեղ էր, ինչ կասեր, ժողովուրդ հանեք ձեր մակեքը, ինչ-որ մի շորով փագեք ձեր դեմքը, մենակ աշկերն եք թողում, Բագրատ Սրբազան վեկալ են խումբ ծխող կակըտ, ու հյուսային պողոտան ջարդելով, թալանելով, կողոպտելով, ծծցնելով, գնում եք Նիկոլեն ստում, հրապմասայական անկարգություններ, լրիվ նորմալ երևույթ է, նույնը անում են Ամերիկայում, սևականները, խանութ, մանութ, ավտո, մավտո, վառելով, գպսնելով էթում են, անում են,
YouTube-ի մեջ միլիոնավոր կադրեր կան, հակակառավարական ցույցեր, ոնց է վերջանում կամ սկսվում Ամերիկայում։ Նույնը անում են Ֆրանսիայում։ Մտան, գմփսրին, ծծծրին, թալնին, ավիրին, քաքախ սպնին կառավարական շենքերի վրա անում են։ Այսինքն այդ հրապարակում ընկեր Բագրատ։ Այդ օրը, այդ եզակի օրը լսված էր 50,000 ռադիկալ տրամադրված մարդ, ովքեր սպասում էին կոնկրետ գործողության, այլ ոչ թե մութաֆյան, չգիտեմ, հայր մեր կամ հիմնը երկելու։ Ինչ արիր։ Եկար տեսար, մենք պատրաստ չենք, մենք չգիտենք, ծվրվեք տներով վաղը կգաք։ Բա որ պատրաստ չես, խեսեք է։ Էդի քիչա, այսօր, հլում հայտարարում ես, ասում ես շաբաթ օրը միտինգ չի լինելու։ Հա, ճիշտ է, փողոց կփակենք, շաբաթ օրը միտինգ չի լինելու։ Գնացեք, կիրակի 6:30 կհավաքվենք։ Ես չգիտեմ, Բագրատ Սրբազան քո դիրիժորն ով է, այսինքն գիտեմ, բայց ես դնում եմ գրի տեղ, չգիտեմ։ Բայց հիմա ստելսի։ Ես կարամ քո հետ վիճեմ եկեղեցու միջոցառումներից, արարողակարգից, աստվածաշնչից չեմ կարող։ Դա իմը չի։ Իսկ հիմա լսի ինձ։ Ամեն մի ժամը, ամեն մի ստեղ ժամ չի, օր, երբ որ դու քնեցնում ես այս շարժումը, դու հնարավորություն ես տալի Աբազի հիմնարկի աշխատողներին, Վայ Ղազարյանի հիմնարկի աշխատողներին, Արգիշտի, հակակոռուպցիոն կոմիտեի բոլոր ուժայիններին, այդ թվում նաև քպական թևիտա գտնվող օլիգարխիկ աշխարհի ներկայացուցիչներին միտինգը թունավորել, ցրել, պարակտել, լուծարել, սառեցնել, մարել, ոնց բացատրում եմ քո տերտեր ուղեղի համար։ Հիմա այդտեղ կան լավ տղեկ, իհարկե կան, ռադիկալ տրամադրված, քուչի լավ տղեկ, չգիտեմ, բուհերի լավ ուսանողներ, գյուղի լավ տղեկ, որոնք իրանցից ինչ որ մի բան ներկայացնում են, որոնք կարան իրենց հետևից գոնե 5 հոգի, 10 հոգի, 20 հոգի, 30 հոգի բերեն լցեն հրապարակ։ Դու քո պաուզաներով հնարավորություն ես ընձեռնում օպերատիվ բլոկի աշխատողներին այդ լավ տղեկին տանել քաղմաս։ Այդ բաներին, այդ լավ տղեկի մամաներին, պապաներին, քուրերին, հորողբերներին, աղբերներին եւ այլն կանչեն KGB-ու քաղմաս, նստեցնեն դեմները, ասեն խոսքի օրինակ Տիկին Սիրանուշ, դուք աշխատում եք ինչ համակարգում։ Ձեր տղան բավականին ակտիվ երիտասարդ է։ Ինչու եք ուզում, որ ձեզ համակարգից ազատեն։ Կամ միգուցե ինչ որ մի բան եք ուզում, չգիտեմ, ավակ բուժքույր եք ուզում եք դառնալ ավակ բուժքույր, մենք ձեզ կտանք ավակ բուժքույր։ Գնացեք ձեր տղին ասեք, թույլ միտինգի դուր չգա։ Վազգենի աղբոր տղու վրա, Կարլենի վրա են։ Քնական գործերը բացին արդեն։ Ինչումներ վրան փակած բացին, որ եկավ քո հետ նկարվավ։ Մեկը հենց էդի, այդ տղեն իա գյուղում Կարլենը հեղինակություն ունեցող տղա է։ Կարլենը հագիս կարա 10-20 հոգու գցի հետևից բերի, բայց արդեն Կարլենի վրա քնական գործերը բացին, փակած։ Ինչ կար չկար, ավտոմպլաշ շատ կատարան, մյուս ուսես լիքը օրինակներ։ Որտեվ այդ տղեն Կարլենը տարբերվում է հորողբորից։ Ուսես լիքը անուշ ապերների արդեն կանչել են, ով էժմիածնից է, էժմիածնի քաղմաս KGB դադախազություն քնչական, ով Արարատից է ընդ է, այդ ուսանողները, որոնք որ հելան այսօր դասադուլ գոռացին, դրանցից արդեն հաթա, դրանց ծնողներին, աղբերո, կավորը, մորը, հորը, արդեն կանչել են քաղմաս, կան KGB, հասկանում ես, և այդ պրոցեսը, այդ ակտիվ են ռադիկալ տրամադրված, մաշում է, հիմա այսօր ավելի քիչ մարդ էր, քան երեք, շաբաթ օրը միտինգ չկա, կիրակի օրը 6:30 ավելի պակասա ըլնելու, քան այսօր, և այդպես շարունակ, և ժողովրդի մոտ առաջանում է հարց, լավ ես ինչ է, ես ինչ տեղի ունեցավ, միգուցե Ռուսաստանը, որը որ նախաձեռնել էր այս ամեն ինչը, ծուրը նստենք դուզը խոսակ, միգուցե արդեն հասավ իա ուզածին, ինչ-որ մի ձև Նիկոլի հետ, մեկ չվերցնեմ սրտիս, Նիկոլի հետ եկա պայմանավորվածության, որ տես էսի կանենք,
Նիկոլա եկա, լավ, Վլադիմիր Վլադիմիրովիչ համաձայնի, վсё, Բագրատ Սրբազանին ասեք կամաց ադբոյ։ Սա է նշանակում։ Սա է նշանակում, որովհետև նորմալ մարդը նորմալ, ով չուտաչկու գոնե 5% հասկանում է պոլիտիկայից, գա տենա հանրապետության հրապարակը 6 տարվա մեջ առաջի անգամ լեփլեցուն լծված, կայնի հայր մեր կարթա, հինը երկի, ասի գնացեք տաներով։ Ես ես պա չեմ կալ պատկերացնեմ։ Դու արդեն պիտի այդ մարդկանց վերցնեիր, բաժաներ երկու մասի, մի մասը գմփստում էր Հյուսային պողոտայով երեցëm, մյուս մասը պրոսպեկտը գմփստնելով իջնում էր Նիկոլ Փաշինյանի հետևից։ Ավտո, տուն, տեղ, ինչ կա չկա, վարել, ջարդել, փշել, թալանել եւ այլն։ Սա պիտի լիներ։ Այդ քո այդ աղոթքներով, չգիտեմ, խաղաղ ցույցերով եւ այլն, կամ ճանապարհ ես փագում, մի րոպե։ Դու ճանապարհ փագելու գործընթացն էլ բան նորմալ չես անում, է։ Նիկոլը ոնց էր անում։ Գցում էր հետևից մի 10,000 հոգի, ասում էր 100-ը ստեղ եք փագում։ Քալում էր երկու խաշմերուկ վերև 100-ը ստեղ եք փագում եք մինչև էսին ժամը։ Հələ ու այտենց ժամերով փագել էր տալի ամեն ինչ, վերջում ասում էր հավաքվում ենք հանրապետության հրապարակ։ Բերեմ լսում էր հանրապետության հրապարակ, հաջորդ օրվա ծրագիրն ասում էր, եթե ես էլ չլնեմ, այս գործողությունը պիտի անեք։ Հաջորդ օրը նորից։ Դու ինչ ես անում, դու ասես վաղը եկեք, կասեք թե ինչ ենք անում։ Մենք չգիտենք ինչ ենք անում։ Ինչ ասե։ Կիրակի 18:30 թելադրանքով, ծրագրով, քայլարշավով պատրաստական մարդիկ հավաքվեն 18:00 մի օր պաուզա դու ես վերցրել Բագրատ։ Դու արդեն ծրագրով պիտի քո ժողովրդին ասես ինչ անեն։ Ստեղ աուդիտորիա կա 6500 հոգու ծավել մարդ նայում է։ Եթե ես իբար սխալ եմ ասում, թոսին Վարդան Ղուկասյան սխալ ես ասում։ Ես հիմա օգտվելով այս հնարավորությունից ուզում եմ եթերով դիմեմ Բևերին, Ժիրար Սեֆիլյանին։ Միգուցե Ժիրար Սեֆիլյան, քանի որ ռադիկալ մեկ քո ժողովուրդն են, բևեռականները մեկ իմ։ Մեկ էլ այն մարդիկ, ովքեր որ իրոք ոչ իմն են, ոչ քոն են, բայց ուզում են Նիկոլը գնա։ Միգուցե մենք քննարկենք առանց դրոշ օպերայում, օ ժամ պատարակ դուք որոշեք։ Որ չասեք Վարդան Ղուկասյանի ասելով ենք անում։ Չէ, մենք ասելով չէ, դու որոշի։ Տեսեք ընկել եմ սաղի դուրը, ես ուզում եմ Նիկոլ լարեմ։ Դու որոշի, բայց այն ձև, որ օպերա պիտի գա, չեմ ուզում հրապարակ, չասեն եկան պղծին, չէ, թո հրապարակի վրա ես կուլտուրական պատարակով ցույցը անեն։ Եկեք հավաքվենք օպերա, մենք որոշենք, դուք որոշեք ռադիկալ գործողություններ, միայն ռադիկալ։ Այն ինչ որ ես որ ներկայացրեցի։ Հարկեն ժողովրդին գնանք, չգիտեմ, Ռոբերտ Քոչարյանի խանութներից սկսենք, ինչա Սեգաֆրեդո, Ստեֆանո Ռիչի, Խերգալող եւ այլն։ Ով ինչ, չգիտեմ, գալստուկ, սարոշկա, կաստում, մաստում, մայկա, տրուսիկ, թաշկինակ, ով ինչ ուզում է մտնում է հավկամա թալնում ենք, վառում ենք, կմպստում ենք, ծծծնում ենք, այտենց հավքելով վիշնենք այդ հանք։ Նիկոլեն ստուն։ Ես այսօր ասեցի, չէ՞ որ բանը զորքը նույն յենիշերները, նույն շոտլանդացիները, իռլանդացիները, բան խաչակրած արշավանքների ժամանակ խաչակիներ եւ ինչի իրան գնում շահագրված զինվորականները նման բանի, որովհետեւ հնարավորություն կար թալանի, ավարի։ Հիմա եկող իշխանությունը, Նիկոլին լարող իշխանությունը կամ Նիկոլին լարող քաղաքական ուժերը պիտի ասեն. «Սիրելի բնակիչներ, ռադիկալ տրամադրված ժողովուրդ, թալանեք, գրփեք, վառեք, տարեք, ինչ ուզում եք, դա ձերն է։ Ոչ մեկդ քրական պատասխանատվության չեք ենթարկվելու հաջող իշխանապողության դեպ։ Ինչ տարել եք ձերն լինի։ Ինչ որ արի մարտի 1-ին։ Ինչ տանում եք ձերնի, մենակ եկեք միացեք, ինչքան շատ այնքան լավ։ Այսինքն ինչքան շատ, դա նշանակում է, որ հեղափոխությունը ամեն հավանականությամբ նախ տնողը։ Խոստանում ենք ձեզ, եթե անգամ կնստեք էլ, բերդ։ Իշխանապողությունը սաղի թանում եք, ձեզ դատողներին կրկում եք բերդ։ Ձեզ բռնող միլիցեքին կրկում ենք բերդ։ Սես պիտի լինի։ Պիտի գրգռես։ Սոված գիշատիշ կենթանու դեմը
Պիտի միս կացես։ Ճու չես կանանդ բուսի, մտլոն։ Չի հասկնա կասես բոզի տղա հալա։ Ես միս եմ ուզում ուտեմ, ինձ ասում է մուսիկ մտլոն։ Այ հիմա էս վիճակն է։ Ժողովուրդն ուզում է։ Եվ ասում է տալպա խոչետ կրովի։ Ժողովուրդն ուզում է կոկրետ գործողություն։ Սրանք հայլմեր են կարդալ։ Հայլմեր կարդալու տեղը եկեղեցին է։ Գնացեք ընդ հայլմերը կարդացեք, պատարակել արեք, ինչ ուզում եք արեք։ Քաղաքական ամբիոնից հրապարակ ժողովուրդ հայլմեր իմ չեն երկը։ Բարգրատ սրբազան։ Եվ քեզ օգտագործում են։ Քեզ օգտագործում են եւ քեզ փչացնելու են։ Ես արդեն տենում եմ։ Քեզ փչացնելու են, իրանք ստանալիքը ստանալու են, կոնսենսուսի գալու են նիկոլականներն ու քո հետևի կանգնած ուժերը։ Վերջում ասեն դե Բագրատ Սրբազաններ չստացվեց։ Ուրեմն լսի ինչ ես անում Բագրատ Սրբազան։ Երկուշաբթի օրը, որովհետև Կիրակի 6-ից քո միտինգը ոչ մեկի խեռին պետք չի, բայց անում է սարա։ Երկուշաբթի օրը ցերեկով աշխատանքային օր։ Եթե դու այդ քո այդ խաչը վրեն մի հատ են անտերը վեկալը մեզ շխկելը խունկը ծխելով ժողովրդին գցեմ ես հետևից ու գնամ մտնում ես քո ճաշակով ցանկացած կառավարական շենք ցանկացած ուզում ես գնալ Նիկոլենստուն կոֆե խմելու դու ուզում ես Նիկոլենստուն կոֆե խմելու գնայր չէ եթե դու երկուշաբթի օրը այդ գործողությունը չարեցիր եթե դու երկուշաբթի օրը կոնկրետ քալի չգնացիր ինձ թվում է արդեն քո հարցերը պիտի լուծեմ ես Ես մի րոպե ինչ ասեմ Ալո, պարոն Նիկոլյան, մենք եթերի մեջ ենք, ես հեսա մի քիչ հետո ձեզ կզանգեմ։ Ես մի քիչ հետո ձեզ կզանգեմ։ Բարև ձեզ, կզանգարեմ ձեզ մի քիչ հետո։ Սպասեք։ Ես մարդն դե Փդմ այրոպորտում են իտալացիների անհավանական արկածները Ռուսաստանում են սամոլյոտի հետ Փդմ ես էլ այրոպորտում։ Պարզա, պարոն Բագրատ Սրբազան։ Ես հիմա հարց եմ ուզում տամ աուդիտորիային 6000-ից ավել մարդ սա նայում է։ Սիրելի ժողովուրդ, սիրելի աուդիտորիա, դուք կողմ եք ռադիկալ գործողությունների։ Եթե այո, խնդրում եմ դրեք ձեր կարծիք, այո դրեք պլյուս կամ գրեք ոչ կամ դրեք դուք կողմ եք ռադիկալ գործողությունների թե ոչ։ Դες մի հատ հարց տանք եւ 1 րոպե լռությամբ Բագրատ Սրբազան նայի իմ ցույցը։ Նայեք Տենում ես Բագրատ Սրբազան Ժողովուրդը չի ուզում աղոթք լսել հիմն երգել աղոթք լսելու համար տեղ կա հիմնի համար տեղ կա եթե դուք իրոք ցանկանում եք Նիկոլ լարել մոռացեք իմպիչմենտը մոռացեք թեկնածու հիմա հանել բեմ կանգնացնելը Եվ մոռացեք խաղաղ ակցիայով Նիկոլ լարելը մոռացեք իսկ եթե նորից եմ կրկնում ընկեր Բագրատ Սրբազան դու գտնում ես որ դու դա չես կարող անել ուրեմն ես նորից եմ կրկնում ես քո համար ճիշտ է ցավոք սրտի ոչ Մութաֆյանն եմ ոչ Նազենի Հովանիսյանն եմ, ասում եմ, էկրանիդ հետևը, ես պատրաստ եմ հայտնվելու էկրանիդ վրեն,
ու ասել ժողովուրդ գնացինք։ Չեք ուզում Վարդան Ղուկասյանը հայտնվի, որտեվ տերերը թույլ չեն տալի։ Հա? Ուրեմն դու ասա։ Ուրեմն դու արա։ Եթե դու էլ չես կարող դա անել, ուրեմն ասա սիրելի ժողովուրդ, ես հեռացա։ Հաջողություն ձեզ, ես այդ ոռը չունեմ։ Սա նույնն է, ոնց որ գնաս փողոցից մարմնավաճառին վերցնես, հա? Կամ մի հատ դլո, որ քալում են Հյուսային պողոտայում։ Այդպես մի հատ դլով եկալես, հետը տանես սաունա, լողնաս, մողնաս, ուզենաս գրկես, անցնես բուն գործողություններին, ասի, ո ոչ, ես իմացածների շեմ, ինձ մի կպեք։ Չես ասի, աղջիկ ջան, բա եկել ես սաունա, որ ինչ անես, որ գիրք կարդայինք։ Հիմա դու նույնը դու ես անում, Բագրատ Սրբազան։ Դու բերել ես ժողովրդին լցել ես հրապարակ, աղոթք ես անում, հիմն ես երգը, համերգ եք տալն, այսօր գնացեք, վաղը չեմիսուրը նոր կգաք եւ այլն։ Այդ ժողովուրդը չի եկե աղոթք, հիմն կամ քեզ միայն ուղակի լսելու։ Այմետի դու ես, եկել ես սաունա, բայց ասում ես ինձ մի կպի, ո ոչ։ Ենա մարդիկ գրում են, իմ հետ տենց եղել է։ Լիքնա տենց, ղզղնած, ձվերը տուրցրած, վեկալեմ տանում ես, որ պիտի զբաղվեք սեքսի մշակույթով, ու հանկարծ ասում է չէ, արի զբաղվենք արվեստի մշակույթով, Սայատնովա, Պուշկին, Լերմոնտով, Դաստայևսկի, Չայկովսկի լսենք, դեմը ղզղնած ворցա, ինքն ասում է Չայկովսկի, Պուշկին, Շագանետի մայա Շագանե, ոտանավոլ արտասանի լսեմ։ Այդ ժամանակ այդ խեշտեղեն ինչ պիտի անի, կամ շիշը պիտի վեկալի տա գլխին, կամ թևից վեկալի շպրտի դուրս, կամ գնա գյոթի։ Հիմա նույնը դու ես անում, մարդիկ ղզղնած եկել լստել են հրապարակ, ուզում են Նիկոլ բռնեն ծածցնեն։ Դու ասում ես, բան ես կարդում, հայր մեր, Նազենի Հովանիսյանը մեզ միացավ։ Նազենու նայում ես չես հասկանում, այդ տախտակամած, այս սեղանը, որ իմաց ես դնեմ, բան անեմ, էլի դարուփոս վրեն գլնի, որ սեղանա։ Բայց Նազենի Հովանիսյանի, որ կանոնը ես դնում ես, գծում ես, ուղիղ է թմա։ Ավիո պալասա, ոչ ծից, ոչ թլո, ոչ մի բան, տախտակ։ Ով է Նազենի Հովանի, հա, խելացի աղջիկա, այդպես կուլտուրական բաներից է խոսում, միշիկի հետ չկլա, ինչ ասես, բայց էդի ով է։ Նովենցնա գալյա, այդ եմ նորից եմ կրկնում, Սիլվա Կապուտի, ով է։ Երևանյան 20 շենքը խոսած կողից, բոզ։ Բանը, համորանում եմ, Մութաֆյան, ախը դու ես մարդկանց անուններ ես տալում, դու հասկանում ես։ Բագրատ։ Ես քեզ բացատրեցի, ասեցի, նորից եւ նորից, դες զգուշացնում եմ, նորից եւ նորից, process-ը գնում է վիժեցման։ Process-ը վիժեց, ես քեզանից եմ որ ասում եմ մոկրե մեստը նիաստանիցը։ Ինչ ասենք շատ հետարքիր է, Շիրակի թեմի առաջնորդն ուր է։ Այն էլ լավ խոսում։ Այն մարդը գոնե խոսալ գիտի։ Քաղաքական բաներ ասում, լուրջ բաներ ասում, այդ մարդն ուր է, խի ես այդ մարդուն չեմ տենամ, այն էլ հոգևորական։ Բագրատ, Շիրակի թեմի առաջնորդն ուր է, այդ մարդը հելավ Լեննագանցի Անուշ Ապերնիկին գծեց հետևից, հելավ եկավ հասավ քեզ Աբովյան, չէ, տեսավ։ Հիմա ուր է այդ մարդը։ Այդ մարդին հանիկան ես ռաբեմ։ Ես ուղղակի մարդ, որը որ իրոք նա էլ է հոգևորական, բայց այդ մարդն ավելի նորմալ է գնահատում, ավելի ռադիկալ է տրամադրված, Ռոբիկն ու Սերժիկը դեմ են։ Չէ, բանը մաման մոտը չի, մաման են ծերնա ձեն նառնմա։ Եվ ոնց որ դուք եք նայում, են ծերը ձեն նառնմա։ Այս սաղտանու չիմ ձեն ալասում ես, հարգով մարգով, մաման մոտը չի։ Հասկանալի է, Բագրատ Սրբազան, այդ շաբաթօրվա քո պաուզան ջարդեց քո միտինգը։ Եվս մեկ անգամ դիմում եմ Բևերին, որպես ռադիկալ ուժ։ Ես այսօր սաղի դուրը նորից ընկած էթում եմ։ Ինձ ռադիկալ ուժեր են պետք։
Ժիրայր Սեֆիլյանին անձամբ առաջարկում եմ մեր ժողովրդին ռադիկալ տրամադրված ժողովրդին քանի չի մարել շաբաթ օրը ժամը դուք որոշեք հավաքենք ժողովրդին օպերա տենանք ինչքան մարդ է գալի բոլոր այն 50,000-ից տենանք քանի հազարը կգա որքան շատ այնքան լավ գնանք ռադիկալ գործողությունների Եթե հավաքվեց օպերայի ներողություն հանրապետության հրապարակի գոնե 70%-ը ինչ որ եկել լծվել տեղ միանշանակ առաջարկում եմ գնալ կոնկրետ գործողությունների համ միլիցեքին լարել համ սրանց լարել ուրիշ ձև գույցություն չունի առաջարկս փոխանցում եմ Ժիրար Սեֆիլյանին գնդակ Ժիրար Սեֆիլյանի դաշտումը ձեր ինֆորմացիոն հովանավորն ինչ են ասեմ դրան դες բանկով իդիմ ժողովրդով իմ կողմնակիցներով բոլորով գանք լծվեն գնան կոնկրետ քայլերի ամսի 15-ը մոտենամ Եվ Ադրբեջանի նախագահն էլ հայտարարում է ինչ արվում է իմ թելադրանքով Մարտիաբենով խոստովանում է այսինքն չասում է Հայաստանի հետ փող համաձայնեցված տարբերակով են խնդիրները լուծում նետ ասում ես ոնց ասում եմ այտենց էլ Հայաստանը անում է որովհետև եթե սա էլ մարսեցին սրանք հաջորդը ավելի դժվար է լինելու բայց դա չի նշանակում որ Նիկոլի իշխանությունը պնդացավ ոչ Նիկոլի իշխանությունը նորից թուլացավ ամեն մի այսպիսի միտինգներով թուլանում ոնց որ հանրապետականներն էին բեսսամբ արխային էին մինչև Սերժիկը վեկալեց եւ իշխանությունը տվեց սրանց Իմիջալոց Սերժ Սարգսյանի հետ հələ որ կապ չի լմ հաստատել ասում են երկրում չի գնացել է ինձ հետաքրքիր է Սերժ Սարգսյանի մոտ հեռախոս չկա ես էլ երկրում չեմ ես ուզում եմ Սերժ Սարգսյանի հետ խոսամ դժվար է ասում են ինչի ես ասում դա հրապարակայիններին ասում եմ այ մարդ ես հրապարակային մարդ եմ ես ուզում եմ այդ մարդու հետ խոսամ ես ուզում եմ Սերժը հեռախոսը վեկալի երկու բառից այդ մարդու հետ խոսամ իրավունք ունեմ թե չունեմ աբաս Խոստանում եմ Սերժ Սարգսյան, մեր խոսակցությունը հանրությանը չի փոխանցվի։ Ես պոստը կասեմ, ես զրուցեցի Սերժ Սարգսյանի հետ։ Ոչ կձայնագրեմ, խոստանում եմ։ Ոչ կհրապարակ, ես ուզում եմ քեզ մի հատ շատ կարևոր հարց տամ։ Իրավունք ունեմ թե չունեմ, քաղաքական, պետական գործիչ եմ։ Այդպես հայ չկա երկիր մոլորակի վրա, որ Վարդան Ղուկասյանին չճանաչի։ Даже թուրքերն ու ռուսներն ու ադրբեջանցիներն արդեն ինձ սկսում են ճանաչել։ Ես ուզում եմ քեզ հարց տամ։ Один вопрос։ Պատասխանը խոստանում եմ չհրապարակել։ Եթե ասես մի հրապարակի չեմ հրապարակ։ Ես իմ համար եմ ուզում։ Այդ հարցի պատասխանը ստանամ քեզանից։ Ուրիշ բան չեմ ուզում։ Աշկերիդ ղուրբան, Սերժիկ ջան։ Թե չէ մարդիկ են զանգում Ռուսաստանից, Հայաստանից, տարբեր տեղերի, Սերժ Սարգսյանը Հայաստանում չի։ Հասկացանք, ես էլ Հայաստանում չեմ։ Հետո ես ուզում եմ քո հետ խոսամ։ Ես քեզ սիրում եմ։ Ես ուզում եմ քո հետ խոսամ։ Ալլամա Մինչև երկու շաբթի ես ուզում եմ քո ձենը լսեմ։ Համարտու ես կզանգեմ քեզ, կասեմ Լավ մարդ, բալուս։ Մեքանի հարց, մի հատ, ընդհանրապես։ Ու դու ոչ մեկ չփորձի խառնվել, ոչ մեկ թող չփորձի միջամտել, ոչ մեկ չփորձի քեզ պաշտպանել։ Ես գլխավոր դատախազը չեմ, իրանք էլ քո փաստաբանները չեն։ Երբ որ կլինեմ գլխավոր դատախազը կամ վարչապետը, ժամանակ թողքից ինչքան ուզում են, բանը պաշտպանեն։ Ես քեզ ուզում եմ հարց տամ այ մարդ։ Իրավունք ունեմ թե չէ։ Կարելի է։ Wow.
Պատասխանն եկավ ասում շաբաթ չի լինի 14-ից 16-ը օպերայի բակը համերգ է։ Այդ հոլի 17:00, թոլի 18:00, համերգից հետո Ժիրար Սեֆիլյան։ Համերգից հետո ժողովրդին համերգ ժամը դու որոշի։ Սաովա, Սեֆիլյան։ Չէ, ես Ժիրար Սեֆիլյանի համարը ունեմ, ես զանգել եմ, զանգը գնացել է, բայց մարդ չի պատասխանել, ուրա, մի րոպե զանգենք պարոն Նիկոլյանին, ես խետրի ականջս։ Allô? Bonjour, baron Nicolas, bonjour. Bonsoir, monsieur Barton Education, par F16. Ես Ժիրար Սեֆիլյանի հեռախոսը համարը ունեմ։ Ես ես ուղարկել եմ Ժիրար Սեֆիլյանի համարը ու իր աղբերն Թորոս Սեֆիլյանի երկու համարները ու Արապապյանի համարը։ Ահա, ես Ժիրար Սեֆիլյանի հեռախոսը համարը ունեմ, անոր վրա voice-ը ուղարկած եմ եւ կսպասեմ այդ մարդու արձագանքեն։ Ահա, դուք ես մի հատ ասեք տնամ ձեր վիճակը ոնց է, լավ եք, վատ եք։ Սերժ Սարգսյանի համարն էլ ցեզ ուղարկեմ հետո։ Բա ուղարկեք, այդի ուղարկեք։ Ինչ որ լինի ցեզ վերջի տեղեկությունը դամ։ Ահա։ Նախ ու առաջին Ֆրանկայի հետ կապված։ Ուրեմն նորից եմ գրգնում։ Ֆրանսիայի Madame Amélie Moqueur, որ չեր ուզում այցելություն գա ոնց ասած կոպիտ ասած որը շարժի մինչև այրոպորտ դեստի իմ վիճակը, որ ասում էր դու հելելավ ես կարաս գնաս Ֆրանսա։ Ես էլ պատասխանեցի իրան երկու շաբաթ առաջ էլ սպասի պատանամ նայինք ինչ ես անելու։ Հիմա արդեն որ ինքս կան Մեծ հարգո բարոն Օլիվիե դե Կոտինի Ֆրանսայի տեսփանը իրան ալքիլում է գալ այրոպորտ ոչ օգնելու համար միայն գալ տեսնելու գնալ ոչ բան չի անելու էդի գիտեմ բայց միայն իրա գալը Ֆրանսայի տեսփանը Օլիվիե դե Կոտինին իրան ալքիլում է այս մեկ երկրորդը երեք ուզեցել եմ լողանալ երեք օր չի լողացել մեծ արգո դիկին անուշը վերևը չեր թողում լողանամ ես ասում եմ սրբիչ օջար չեմ տալիս ես էլ իրան շանտաժ եմ անել ասեցի առանց սրբիչի առանց օջարի կլողանամ դկլորել գհելնեմ դե վազելով բախեցավ աղջիկը եկավ Արայ սովա ես նեղմաջավեն Այսինքն դուք որոշել եք ձեր բարեմասությունները ցույց տալ մեր երկիր եկող եւ գնացող հյուրերին։ Հիմա երրորդը այսօր վայ ինչ մեծ բան ա եղել դու չեք պատկերացնում ով այգել այրոպորտում ինձ դեսնի դուչունի ծանոթների Ով է եկել ձեզ տեսնի, մի հատ այդ մարդու անունն ասեք, ստեղանացած զանգ ա գալի, ես հեսա կարող ես զանգողի դեմքին թռնեմ։ Ուրեմն, օմբուդսմենի աշխատողները նորից տարբեր երկու մի հատ ջահել տղա աղջիկ ա եկել, ես իրան քշել եմ, իրանց ասեցի բան չունեմ ցեզ ասելու, բախի եք անընդհատ զինվորին եք ուղարկում, երբ գեներալ գնտապետ տիկին օմբուդսմենը չի գալիս։ Ասեցի ինքը արտասահմանում է, ես ասեցի շատ բան գիտեմ ինչ էր անում արտասահմանում իմ հետ, բայց ես ինքը պետք է գա, ես ցեզ ասելու բան չունեմ, գամ ինքը գամ ոչ մի բան, սա այդպես ու արդեն այսօր մտնում ենք 20 երրորդ օրը հացադուլի մեջ և
բժիշկները երկու անգամ եկան, որը ջնջումի չափածածը անեն ու սիրտը ստուգեն, խնդիրներ արեն, բայց ոչինչ դիմանում ենք, Եղավ, ես հասկացա ձեզ, պարոն Նիկոյան, ձեզ մաղթում եմ առողջություն, համբերություն, հուսամ մի օր Հայաստանի դռները կբացվեն ձեր առաջ, իսկ ինչ վերաբերվում է բանին, անուն ինչ բաղնիկ չտալուն, այո, դուք շատ ճիշտ եք որոշել, երբ որ ձեզ բաղնիկ չեն տա, ես խորհուրդ եմ տալի ձեզ մարմինը դնել իցույց Զվարթնոց օդանավակայանի հյուրերին, կներեք, բայց արդեն ձայն աղմուկ է, մենք խոսենք, համբերություն ձեզ, առողջություն։ Այս մարդուն էլ տե ասում, հանվեմ, նու պրինցիպի լավ միտք է, հանվել և այրոպորտով գնալ գալ, բարեմաղությունները ցույց տալ, էլ ուրիշ բան չի մնամ։ Սա է ուզում ասենք, ես ուսամ ընկեր Ժիրար Սեֆիլյանենք կարձագանքեն, Սերժ Սարգսյանի հեռախոսամարը ինձ կուղարկեն, ոնց ինքը խոստացավ, եւ մենք հնարավորություն կունենանք զրուցել Հայաստանի Հանրապետության նախագահի հետ տետ-ա-տետ։ Ես ընդհանրապես ասում եմ ունեմ մի հատ շատ լուրջ հարց այդ մարդուն եւ վերջ։ Միանգամից ասեմ, եթե Բևերը որոշում կկայացնի միտինգի օժամ պատարակ ոնց անում, ինչ անում, ես անմիջապես հասարակությանը տեղյակ կպահեմ։ Իսկ Բագրատ Սրբազանի եւս մեկ անգամ զգուշացնում եմ եւ ասում եմ, որ երկուշաբթի օրը մենք սպասում ենք ռադիկալ գործողությունների։ Եթե ոչ, ուրեմն թող ունենա ազնվություն եւ ասի գիտեք ինչ, ես քակեցի ծրագրամի մեջ, շնորհակալություն, հաջողություն, միկրոֆոնը փոխանցում ենք մեկ այլ հոգեվորականի, ով կլինի ավելի համարձակ, ով կլինի ավելի ռադիկալ եւ ով կլինի ավելի ազնիվ ժողովրդի հետ։ Հակառակ դեպքում այս շարժումը մարելու է, արդեն մարում է։ Իսկ impeachment-ը մոռացեք, մտներիցը թանեք։ Հա, որովհետեւ եւս մի բան, Բագրատ Սրբազան, եթե impeachment-ը պրավալ ալնում, դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանի աթոռը պնդացավ եւս 1 տարով, այսինքն մինչեւ 2025 թվականի մայիսի չգիտեմ քանիսը, երբ որ կլի impeachment-ի վաղտը։ Գումարած դրանից հետո այդ մայիսի 25 թվականի մայիսից ենկոմ այլևս չես կարող impeachment պահանջել, որովհետև Նիկոլ Փաշինյանի կառավարմանը մնում է եւս 1 տարի։ Այսինքն impeachment-ը պահանջում են այս ժամանակ, երբ որ չի մնացել մի տարի կամ մի տարուց ավելա կառավարում է։ Այսինքն դու 2 տարով պնդացնում ես, պեչատում ես, վավերական ես դարձնում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, եթե քո կազմակերպած impeachment-ը տրակում է։ Իսկ դրանից հետո Նիկոլ Փաշինյանը ունի արդեն բոլոր լեգալ հիմքերը արտակարգ դրություն մտցնելու, պարետային ժամ հայտարարելու, զորքին ասել հելեք ու ծսերեք լարեք սրանց, Եվրոպային էլ կասի խնդրեմ, impeachment-ը չեղավ, չստացվավ, ես լեգալ վարչապետ եմ, իդից է նախույ։ Իսկ դրանից հետո ես քեզ ինչ կանեմ, Աստված էլ բեթարեն ազատի։ Բագրատ Սրբազան, հələ ես մի կողմ, ժողովուրդը ինչ կանի քեզ, որովհետև ես քեզ զգուշացրեցի, եւ ես քեզ զգուշացնում եմ, impeachment-ը բոզի տղությունա, իա նպատակին չհասնող բանա, մորացի, որ 10, դու ասում եմ, հանի սուստուր 37 ընդդիմադիրների ստորագրությունը Իշխան Զաքարյանից բռնած, այդ բոզի տղուց, ոչ Արմեն Գևորգյան, Տարոն Մարգարյան եւ այլն, որ իանք կնոպկեն սխմելու են, ու գնամատի հլտես են 19-ն էլ կան, թե չկան։ Բագրատ, հասկացար։ Ու ում էլ որ դու բերես այդ ցուցակի մեջ գրես, այդ impeachment-ի ցուցակի, միանշանակ բոլորը դեմ են ելնելու։ Ես դեմ եմ, ում ուզում ես հետը գրի։ Գրեմ ես քեզ գրի, քեզ կողմ եմ։ Քեզ գրի, որպես վարչապետի տեխնատուր ժամանակավոր։ Քեզ գրի, բայց ասում է երկքաղաքացիը չի կարա։ Իմ խերին չի ուզում ես երկքաղաքացի եղի, ուզում ես 10 քաղաքացի։ Քեզ գրի։ Քեզանից բացի ոչ մեկ չի կարող գրվել այդ ցուցակի մեջ, որպես վարչապետի ԺՊ։ Վարչապետի ԺՊ, թո իմ մարդը լինի վարչապետի ԺՊ։ Ինչի յանց մարդը որ։ Այսինքն այս աթորակռիվը գնալու է, պալուբոմը գնալու է։
Դա համար վարչապետի տեխնացու թող չգրվի։ Լուբոյ փող վարչապետներից որևիցե մեկը թող դառնա ԺՊ։ Հարց չկա։ Ու հենց ԺՊ դառնալուց պահից ստարտը տալիս են 2 ամիս հետո գնում են կոնտրակտ տեղաբաց։ Ով ում ուզում է թոնտրի։ Սա է։ Տեխնացու կամ այս շարժումը ունի մի նպատակ, Նիկոլ Սիկտիտ, վերջ։ Ոչ մի տեխնացու չի կարող Երևալ նորից եմ կրկնում։ Ում էլ հանենք կայնացնենք ժողովուրդը միանում կպցնելու է։ Հարցնում են ինչի՞ չեք զանգում Սրբազանին։ Զանգեմ։ Զանգեք տենանք ձեր Սրբազանը վեկալում է թե չի վեկալում, որ չասեք դոգը բանա, ուրա մեծամիտ է, զանգում ենք Բագրատին, ուրա, Բագրատ, ուր ես, խնդրեմ։ Վեկալի չի վեկալի, ընկեր Բագրատ Սրբազանը։ Տերերը թույլ չեն տա, որ ինքը վեկալի։ Ասում է, Գրիշա Խաչատուրովն էլ եկավ։ Իգոր Խաչատուրովն էլ եկավ։ Ով է Իգոր Խաչատուրովը, ով է Գրիշա Քաքի բոչկա, հա եկան, հետո։ Իսկ Յուրի Խաչատուրովը ինչ ձևա բանակը ծծրե ու թալանը։ Ընկեր Սրբազան, գիտես, դու չգիտես։ Ինչքան է որ ձեն չեն քանում, ասում եք լավ, ում այդ փաթաթվա թո փաթաթվի։ Զանգում ենք։ Էսա ձեր նույնպես մոտիկի ցույց տամ, որ չասել մուտի տա։ Нет ответа։ Հեռախոսահամարն է։ Ուրա։ 94 12 73 77։ Ասես դա ցույց տամ, որ չասեք խափամա, ուրիշ տեղ էր զանգեմ, բայց մուտի տերանեմ։ Խնդրեմ։ Ձայնային էլ ուղարկենք, որ մենք ուղիղ եթերից զանգահարեցինք ձեզ, Բագրատ Սրբազան, ժողովուրդն ուզում էին, որ ես եւ դուք խոսեինք, բայց դուք հեռախոս չվեկալաք։ Քխ։ Իսկ ձայնայինը գնաց։ Վարդան Ղուկասյանը թափանցիկ է։ Վարդան Ղուկասյանը ուզում է Նիկոլին 1 վայրկյան շուտ սիկտիր անել այդ պոռնիկի ծնունդին իա թայֆով։ Այլ հարց կողիներն ուզում են թե չէ։ Կարող է քչի քակը, կարող է ձեռնաշարժությամբ զբաղված։ Ինքը հետ զանգից ես կմտնեմ եթեր։ Այսքանը։ Շնորհակալություն։